Երբևէ նկատել ես, թե ինչպես են որոշ մարդիկ կարծես կախարդանքով դեպի իրենց ձգում փողը։ Նրանք ոչ քեզանից խելացի են, ոչ էլ քեզանից շատ են աշխատում, բայց ինչ-որ կերպ փողը բնական ձևով հոսում է դեպի իրենց։ Իսկ ինչ կլինի, եթե ասեմ, որ հարուստ լինելը ոչ թե բանկային հաշվի գումարի մասին է, այլ այն մասին, թե ինչ է տեղի ունենում քո հոգևոր աշխարհում։ Ճշմարտությունն այն է, որ պատմության ամենահարուստ մարդիկ իմացել են մի բան, որը ժամանակակից աշխարհում շատերն են արդեն մոռացել։ Նրանք հասկացել են հնագույն կապը հարստության և հոգևոր էներգիայի միջև։ Այսօր ես քեզ կպատմեմ, թե ինչպես միանալ տիեզերքի անվերջ փողի հոսքին, օգտագործելով 777-ի զորությունը։ Պատկերացրու, դու արդեն փորձել ես բոլոր սովորական միջոցները գումար վաստակելու համար, աշխատել ես երկար ժամեր, սկսել ես հավելյալ բիզնես, նույնիսկ ներդրումներ արել, բայց ինչ-որ մի բան միշտ այնպես չի գնացել։ Դա նրանից է, որ դու բաց ես թողնում հանելուկի ամենակարևոր մասը, հարստության հոգևոր օրենքը։ Այս օրենքը այնքան հզոր է, որ երբ սկսես հասկանալ դա, աղքատ մնալը գրեթե անհնար կդառնա։ Գիտեմ, սա միգուցե ամպագորգոր է հնչում, գուցե անգամ չափազանց լավ իրական լինելու համար, բայց այս տեսանյութի ավարտին դու կհասկանաս, ինչու որոշ մարդիկ հեշտությամբ հարստություն են գրավում, մինչդեռ ուրիշները անգիտակցաբար հեռու վանում իրենցից։ Տեսանյութի լավագույն մասը դու կարող ես սկսել կիրառել այս տիեզերական օրենքը հենց այսօր տեսանյութը դիտելուց հետո։ Արի մի պահ մտածենք։ Երբևէ զգացել ես, որ գտնվում ես ֆինանսական ծուղակում։ Ավելի շատ ես վաստակում, բայց ամիսը կրկին ավարտվում է առանց խնայած գումարի։ Դու միայնակ չես։ Միլիոնավոր մարդիկ ապրում են այս նույն ցիկլով, և դա իրենց մեղքով չէ։ Մեր հասարակությունը ուսուցանել է մեզ ինչպես աշխատել գումար, բայց երբեք ինչպես գրավել հարստություն։ Ահա թե շատերը ինչ չեն գիտակցում։ Ամեն օր տիեզերքը փորձում է ուղարկել քեզ գումար։ Այո, ճիշտ լսեցիր։ Հենց հիմա հարստության անթիվ հնարավորություններ պտտվում են շուրջդ։ Բայց եթե չես գիտակցում, թե ինչպես միանալ այդ հոգևոր հաճախականություններին, դա նման է ռադիոյի, որը կանգնել է ալիքների միջև։ Լսում ես միայն աղմուկ։ Այն, ինչ դու պատրաստվում ես սովորել, դպրոցներում չեն դասավանդում։ Քո ծնողներն անգամ չեն կարողացել ուսուցանել դա, որովհետև իրենք էլ չգիտեին։ Սրանք հարստության հինավուրց գաղտնիքներն են, որոնք սերնդեսերունդ փոխանցվել են միայն հատուկ ընտանիքներին։ Նույն այդ գաղտնիքներն են, որոնք օգնել են կերտել պատմության մեծ կարողությունները։ Եվ այսօր այդ գաղտնիքը դառնում է քոնը։ Բայց թույլ տուր նախազգուշացնել։ Այնինչ պատրաստվում եմ կիսվել, պահանջում է, որ դու բաց ես միտքդ։ Եթե կարծում ես, թե սա պարզապես դրական մտածելակերպի կամ նպատակներ դնելու մասին է, ապա քեզ հիասթափություն է սպասվում։ Սա վերաբերվում է այն իրական հոգևոր օրենքներին, որոնք կարգավորում են փողը և հարստությունը մեր տիեզերքում։ Այդ օրենքները գործում են անկախ նրանից հավատում ես դրանց, թե ոչ։ Ինչպես ձգողականության օրենքը, այն գործում է անկախ քո ըմբռնումից։ Նախքան անցնելը գործնական քայլերին, արի մաքրենք մի բան, մի համոզմունք, որը գուցե տարիներ շարունակ կանգնած է եղել քո և հարստության միջև։ Գումարը այն չէ, ինչ կարծում ես։ Գումարը թղթադրամ չէ քո դրամապանակում կամ թիվ քո բանկային հաշվում։ Գումարը մաքուր էներգիա է, և ինչպես տիեզերքում ցանկացած էներգիա, այն հետևում է որոշակի օրենքներին։
Պատկերացրու գումարը որպես հոսող գետ։ Այն պետք է հոսի։ Երբ դու չափազանց ամուր ես պահում փողը, իրականում արգելափակում ես դրա բնական հոսքը։ Ահա թե ինչու ամենամեծ անհանգստություն զգացող մարդիկ փողի հարցում հաճախ հենց նրանք են, ովքեր ամենաշատն են պայքարում դրա հետ։ Նրանք էներգետիկորեն հեռու են մղում փողը, միևնույն ժամանակ մոլեգնորեն փորձելով բռնել այն։ Ահա մի ճշմարտություն, որը գուցե զարմացնի քեզ։ Տիեզերքում փողի պակաս չկա։ Նայր շուրջդ։ Ամեն օր միլիոնավոր նոր դոլարներ են ստեղծվում։ Միակ պակասը մեր մտքերում է։ Երբ իսկապես հասկանաս դա, ամեն ինչ կփոխվի։ Քո նպատակը պետք է լինի ոչ թե փողը վազելով հետապնդելը, այլ ներդաշնակվելը առատության բնական հոսքին։ Թույլ տուր մի հզոր ճշմարտությամբ ևս կիսվեմ քեզ հետ։ Ամեն անգամ, երբ ասում ես ես չեմ կարող դա ինձ թույլ տալ, կամ գումարը ծառերի վրա չի աճում, դու հոգևոր մակարդակով ծրագրավորում ես քո ֆինանսական հաճախականությունը մերժելու հարստությունը։ Սրանք պարզապես արտահայտություններ չեն, սրանք հոգևոր հայտարարություններ են, և տիեզերքը լսում է քեզ։ Փոխարենը, նույնիսկ եթե քո գրպանում $1 ունես, սկսիր խոսել առատության լեզվով։ Գումարը հեշտությամբ և սիրով հոսում է դեպի ինձ։ Ես հարստության և առատության մագնիս եմ։ Տիեզերքը իմ հարստանալու համար է գործում։ Սա ինքնախաբեություն չէ։ Սա քո հոգևոր էներգիան ներդաշնակեցնելն է հարստության հաճախականությանը։ Մտածիր հաջողակ մարդկանց մասին, ում ճանաչում ես։ Նկատել ես, թե ինչպես են նրանք խոսում փողի մասին։ Նրանք խոսում են հնարավորությունների, այլ ոչ խոչընդոտների մասին։ Նրանք խոսում են ներդրման մասին, այլ ոչ թե ծախսերի։ Նրանք կենտրոնանում են առատության, այլ ոչ պակասի վրա։ Սա պատահական չէ։ Նրանք գուցե անգիտակցաբար, բայց հետևում են տիեզերքի գումարի օրենքներին։ Բայց ահա թե որտեղ են շատերը սխալվում։ Նրանք փորձում են փոխել իրենց մտքերը փողի մասին առանց փոխելու իրենց հոգևոր կապը դրա հետ։ Դա նման է փորձել լավացնել ռադիոյի ձայնը առանց ալիքը փոխելու։ Քո փողի մասին մտքերը 24 ժամ 7 օր փոխանցվում են տիեզերքին։ Ամեն մի անհանգստություն, վախ, շնորհակալության պահ, ուրախություն, բոլոր ազդանշաններ են, որոնք կամ գրավում են հարստություն, կամ հեռուվանում։ Մարդիկ հաճախ սխալվում են կարծելով, որ փողը ֆիզիկական երևույթ է։ Սակայն փողը առաջին հերթին հոգևոր էներգիա է և միայն հետո ֆիզիկական։ Սա է պատճառը, որ երկու մարդ կարող է ունենալ նույն աշխատանքը, նույն կրթությունը և նույն հնարավորությունները, բայց մեկը դառնում է հարուստ, մյուսը շարունակում է պայքարել։ Տարբերությունը գործողություններում չէ, այլ հոգևոր ֆինանսական հաճախականության մեջ։ Մի օրինակ բերեմ։ Մտածիր վերջին անգամ երբ ես անսպասելի գումար գտել։ Թերևս մի մոռացված $20 հին բաճ կոնում կամ մեկ անսպասելի պարտքն է քեզ հետ վերադարձրել։ Սա պարզապես հաջողություն չէ։ Սա տիեզերքի արձագանքն էր այն պահերին, երբ քո փողային էներգիան ներդաշնակվել է առատության հետ։ Այժմ պատկերացրու, եթե այդ ներդաշնակությունն ունենայիր ոչ միայն պահերով, այլ մշտապես։ Ահա այստեղ է, որ մուտք է գործում թվերի հինավուրց զորությունը, մասնավորապես 777 հաճախականությունը։ 777-ը պատահական թիվ չէ։ Սա առատության հոգևոր կոդն է, որը դարեր շարունակ կրկնվել է պատմության մեջ։ Երբ դու սկսում ես հասկանալ և կիրառել այս թիվը, բառացիորեն վերանախագծում ես քո հոգևոր փողային հաճախականությունը։
Հարուստ վերնախավը դարեր շարունակ օգտագործել է նման թվային կոդեր իր հարստությունը պահպանելու համար, բայց այս իմացությունը նրանք թաքցրել են հասարակությունից։ Պատկերացրու քո ներկայիս ֆինանսական իրավիճակը որպես հեռուստացույց, որը հեռարձակվում է ինչ-որ ալիքով։ Դու դիտում ես նույն հաղորդումը կրկին ու կրկին, պայքարի, բավարար չլինելու, ուրիշների հաջողության, մինչդեռ դու դեռ նույն տեղում ես։ Բայց այսօր դու պատրաստվում ես սովորել, թե ինչպես փոխել ալիքը։ Դու բացահայտելու ես ինչպես ներդաշնակվել առատության ալիքին, որը միշտ քոնն է եղել, պարզապես սպասել է, որ դու այն գտնես։ Այս փոխակերպման առաջին քայլը այն է, որ հասկանաս քո ֆինանսական դժվարությունները քո մեղքը չեն։ Դու աշխատել ես թերի տեղեկատվությամբ։ Դա նման է փորձել մեքենա վարել, չիմանալով, որ կապոտի տակ շարժիչ կա։ Դու գուցե ուժեղ հրել ես մեքենան, բայց երբեք չես հասել այն արդյունքներին, որին կհասնեիր քշելով։ Այսօր մենք պատրաստում ենք միացնել քո հոգևոր ֆինանսական շարժիչը։ Հիշիր սա, ամեն հարուստ մարդ, ում դու հիացած նայում ես, սկսել է ճիշտ այնտեղից, որտեղ դու ես հենց հիմա։ Տարբերությունն այն է, որ նրանք գիտակցաբար կամ անգիտակցաբար միացել են այս հոգևոր ֆինանսական օրենքներին։ Իսկ դու սովորելու ես, ինչպես դա անել գիտակցաբար, եւ դա անսահման ավելի հզոր է։ Երբ դու սկսում ես գործադրել այս սկզբունքները դիտավորյալ, հարստության դրսևորումը դառնում է ոչ թե պարզապես հնարավոր, այլ անխուսափելի։ Այս վերափոխման բանալին ավելի շատ աշխատելը չէ։ Դու հավանաբար քո կյանքում շատ ես աշխատել։ Բանալին հետևյալն է՝ աշխատել ներդաշնակ, տիեզերական գումարի օրենքների հետ։ Այս օրենքներին քո անցյալը չի հետաքրքրում, քո կրթությունը կամ բանկային մնացորդները չեն հետաքրքրում։ Նրանց համար կարևոր է միայն մի բան՝ քո հոգևոր հաճախականությունը։ Եվ առաջիկա մի քանի րոպեներում դու պատրաստվում ես սովորել ինչպես կարգավորել այդ հաճախականությունը հարստության ու առատության ճշգրիտ վիբրացիաների վրա։ Այժմ արի խոսենք մի բանի մասին, որը կփոխի քո պատկերացումները թվերի մասին ընդմիշտ։ 777 թվի զորությունը։ Սա պարզապես թվերի հաջորդականություն չէ։ Դիտիր այն որպես տիեզերքի առատության պահեստի հոգևոր գաղտնաբառ։ Պատմության ընթացքում 777-ը կրկնվել է աշխարհի ամենաառատ ու բարգավաճ քաղաքակրթությունների հարստության պատմություններում։ Պատահական չէ, որ խաղային ապարատներում 777-ը համարվում է ջեքփոթի խորհրդանիշ։ Այն մարդիկ, ովքեր նախագծել են դրանք, գիտեին այս հնագույն գաղտնիքը։ 777-ը ազդում է քո հարստության էներգիայի վրա 3 հզոր ձևով։ Երբ այն տեսնում ես 3 անգամ, կարծես տիեզերքը քեզ տալիս է եռապատիկ դրսևորման ուժ։ Այս թվերը միասին կազմում են 21, որը հոգևոր աշխարհում նշանակում է բացարձակ հաջողություն։ Երբ սկսում ես օգտագործել այս թիվը ամեն օր, այն դառնում է մի բանալի, որը բացում է ֆինանսական հնարավորությունները ամենուր։ Ահա թե ինչպես է պետք օգտագործել 777-ի զորությունը հենց հիմա։ Ամեն առավոտ, նախքան որևէ բան անելը, փակիր աչքերդ։ Պատկերացրու թիվ 777 փայլուն ոսկեգույն լույսի մեջ։ Տես ինչպես են այդ թվերը ճառագայթում հարստության էներգիայի ալիքներ, որոնք ամբողջությամբ շրջապատում են քեզ։ Զգա ինչպես է այդ առատությունը հոսում քո մարմնի յուրաքանչյուր բջիջով։ Այս պարզ վարժությունը տևում է ընդամենը 77 վայրկյան։ Այո, այդ թիվը միտումնավոր է ընտրված, բայց այն կարգավորում է քո հարստության հաճախականությունը ամբողջ օրվա համար։ Բայց պետք չի անել սա մի անգամ ու մոռանալ։ Իսկական ուժը գալիս է այն ժամանակ, երբ սկսում ես 777-ը տեսնել ամենուր եւ ամեն օր։ Երբ գնում ես մի բան եւ գումարը ստացվում է 777, դա պատահական չէ։ Դա տիեզերքի հարստության ազդանշանն է։ Երբ արթնանում ես եւ ժամացույցը ցույց է տալիս 7/7, դա նույնպես պատահական չէ։ Դա հիշեցնում է առատությունը արդեն գալիս է քո ուղղությամբ։
Սկսիր ուշադրություն դարձնել այս նշաններին, եւ դու ապշած կլինես, թե որքան հաճախ են դրանք հայտնվում։ Այժմ անցնենք օրական ծիսակարգերին, որոնք կարող են ամբողջությամբ փոխել քո հարստության էներգիան։ Սրանք բարդ ծեսեր կամ ժամեր խլող մեթոդներ չեն։ Սրանք պարզ, բայց զորավոր քայլեր են, որոնք տևում են ընդամենը մի քանի րոպե, բայց ստեղծում են հսկայական տեղաշարժ քո փողի մագնիսականության մեջ։ Բանալին մեկն է, կատարիր այս վարժությունները հետևողականորեն եւ հավատով։ Առաջին առավոտյան երախտագիտության ծեսը։ Նախքան քո հեռախոսին նայելը, դիր ձեռքդ սրտիդ ու ասա. շնորհակալ եմ այն 3 բաների համար, որոնք արդեն ունեմ։ Սա ուղղակիորեն փողի մասին չէ, սա այն մասին է, որ դու մարզում ես քո էներգիան ճանաչելու առատությունը։ Երբ երախտապարտ ես փոքր բաների համար, դիեզերքը ուղարկում է մեծ բաներ, որոնց համար ել ավելի շնորհակալ կլինես։ Սա հոգևոր օրենք է, որը երբեք չի ձախողում։ Երկրորդ, արա քո անձնական փողային հաստատումները, աֆիրմացիաները։ Բայց ահա այն, ինչ շատերը բաց են թողնում։ Մի կրկնիր խոսքերը մեքենայորեն, զգա դրանք քո մարմնի մեջ։ Երբ ասում ես գումարը հեշտությամբ հոսում է դեպի ինձ, պատկերացրու, թե ինչպես է այդ հոսքը անցնում քո կյանքի միջով, քո մարմնի միջով, ինչպես մեղմ հոսող գետ։ Եվ երբ ասում ես ես փողի մագնիս եմ, զգա կրծքավանդակում մագնիսական ձգողականություն, որը իր մոտ է բերում հարստությունը։ Քո մարմինը ամենաուժեղ դրսևորման գործիքն է։ Երրորդ, աստվածային փողային մեդիտացիա։ Գտիր խաղաղ մի տեղ, փակիր աչքերդ։ Պատկերացրու, որ նստած ես մի պահեստում, որը լի է անվերջ հարստությամբ։ Ահա ամենակարևոր մասը։ Ոչ թե ուղղակի նայիր հարստությանը, այլ զգա դրա էներգիան։ Թող այն ներծծվի քո մաշկի մեջ, շնչիր այն ներս։ Այս մեդիտացիան բառացիորեն փոխում է քո փողային հաճախականությունը բջջային մակարդակով։ Կատարիր այս վարժությունը օրական ընդամենը 5 րոպե եւ տես, թե ինչպես է փոխվում քո հարաբերությունը փողի հետ։ Հիմա անդրադառնանք մի բանի, որն արգելափակում է շատերին։ Դրանք թաքնված փողային խոչընդոտներն են, բլոկները։ Սրանք նման են անտեսանելի պատերի քո եւ հարստության միջև։ Դու չես տեսնում դրանք, բայց դրանք կանգնած են քո փողային հոսքի ճանապարհին։ Լավ նորությունն այն է, որ երբ գիտես ինչպես հայտնաբերես դրանք, կարող ես միշտ մաքրել ու ազատվել դրանցից։ Առաջին եւ ամենամեծ խոչընդոտը փողային մեղքի ծրագիրն է։ Այն հայտնվում է նման մտքերի տեսքով։ Հարուստ մարդիկ ագահ են։ Գումարը բոլոր չարիքների աղբյուրն է։ Եթե քո ներսում որևէ մասնիկ հավատում է այս գաղափարներին, դու անգիտակցաբար հեռու ես վանում փողը։ Քո հոգևոր եսը երբեք թույլ չի տա, որ գրավես մի բան, որը վնասակար ես համարում։ Արի մաքրենք սա հենց հիմա։ Ձեռքդ դիր կրծքիդ, ասա բարձրաձայն. Ես ազատում եմ իմ մարմինը, միտքը եւ հոգին, փողի վերաբերյալ բոլոր բացասական համոզմունքներից։ Զգա էներգիայի տեղաշարժը այս բառերը ասելու պահին։ Այժմ փոխարինիր այդ հին համոզմունքները նորերով։ Գումարը դրական ուժ է իմ կյանքում։ Երբ ես հարուստ եմ, կարող եմ օգնել նաև մարդկանց։ Իմ հարստությունը օրհնություն է աշխարհի համար։ Մեկ այլ մեծ խոչընդոտ՝ նախնիներից ժառանգած փողային բացասական համոզմունքները։ Սրանք համոզմունքներ են, որ դու ժառանգել ես քո ընտանիքից առանց իմանալու։ Միգուցե դու մեծացել ես լսելով, որ գումարը ծառերի վրա չի աճում, կամ մենք չենք կարող դա մեզ թույլ տալ։ Սրանք համոզմունքներ են, որոնք դու ժառանգել ես քո ընտանիքից առանց իմանալու։ Սրանք էներգետիկ ծրագրեր են, որոնք գործում են քո ԴՆԹ-ում։ Բայց ահա հրաշալի լուրը։ Դու կարող ես հենց հիմա ընտրել դադարեցնել այս համոզմունքները։ Ահա մի վարժություն ևս։ Վեր կաց,
Պատկերացրու ոսկեգույն լույս, որը վերևից հոսում է։ Քանի լույսը հոսում է քո մարմնով, ասա. ես այժմ մաքրում եմ իմ ընտանիքից ժառանգած բոլոր սահմանափակող հողային համոզմունքները։ Ես ընտրում եմ նոր համոզմունքներ հարստության ու առատության վերաբերյալ։ Զգա, թե ինչպես է լույսը քայքայում հին էներգիան և բացում ճանապարհը նոր հնարավորությունների համար։ Զգա, թե ինչպես են հին ծրագրերը լուծարվում, երբ լույսը անցնում է քո միջոցով։ Սա պարզապես պատկերացում չէ, դու բառացիորեն վերածրագրավորում ես քո հոգևոր հողային կապը։ Վերջին արգելքը, որ պետք է մաքրենք, արժանիության ծրագիրն է։ Հոգու խորքում շատ մարդիկ իրենց արժանի չեն համարում հարստությանը։ Սա արտահայտվում է ինքնապատժմամբ, օրինակ, միանգամից ստացած գումարը ծախսելով կամ բաց թողնելով բոլոր հնարավորությունները, իբր թե դեռ պատրաստ չեն։ Ահա ճշմարտությունը։ Դու ծնվել ես արժանի առատության համար։ Սա քո բնական վիճակն է։ Բնության մեջ ամեն ինչ կա առատությամբ, ծաղիկներ, ծառեր, աստղեր, դու այդ նույն առատ տիեզերքի մի մասնիկն ես։ Ահա հզոր միջոց մաքրելու արժանիության արգելքը։ Ամեն անգամ, երբ փող ես տեսնում, լինի դա գետնին ընկած կոպեկ կամ քո դրամապանակի մեջ թղթադրամ, վերցրու այն և ասա. ես արժանի եմ հարստության։ Այս պարզ գործողությունը վերածրագրավորում է մի նոր հոգևոր ֆինանսական հաճախականություն։ Մի սահմանափակիր մտածելով, զգա այս խոսքերը քո ոսկորների մեջ, թող դա դառնա քո մի մասնիկը։ Այժմ ժամանակն է այս ամենը գործի դնել իրական քայլերով, որոնք բառացիորեն կմագնիսացնեն փողը քո կյանքում։ Նախ մաքրիր քո տարածքը հարստության համար։ Նայիր շուրջդ, քո տան մեջ խառնաշփոթ է, անկարգ։ Եթե այո, դու արգելափակում ես փողի էներգիայի հոսքը։ Տիեզերքը սիրում է մաքրություն, կարգ ու կանոն։ Երբ մաքրում ես քո ֆիզիկական տարածքը, տեղ ես ստեղծում հարստության մուտքի համար։ Սկսիր քո դրամապանակից կամ պայուսակից։ Սա պարզապես մաքրազատում չէ, սա հոգևոր գործողություն է։ Հեռացրու հին կտրոնները, տեղավորիր թղթադրամները նույն ուղղությամբ, վերաբերվիր փողին հարգանքով։ Երբ դու պատվում ես այն գումարը, որը ունես, թեկուզ մի քանի $, դու ուղարկում ես տիեզերքին ազդանշան. ես պատրաստ եմ ավելին ստանալու։ Մտածիր քո դրամապանակի մասին որպես հարստության սուրբ վայր։ Ստեղծիր քո սեփական փողի սեղանը։ Մի անհանգստացիր, սա բարդ բան չէ։ Գտիր փոքրիկ մի անկյուն սեղանի վրա կամ քո դարակում։ Դիր այնտեղ առարկաներ, որոնք քեզ համար ներկայացնում են հարստություն։ Մետաղադրամներ, բյուրեղներ, նկարներ քո երազած կյանքի մասին։ Ավելացրու նաև 777 թվերը։ Սա դառնում է քո ֆիզիկական կապը տիեզերքի հարստության հաճախականության հետ։ Հաջորդ հզոր գործիքը երախտագիտության տետրն է։ Բայց սա կսովորենք անել ուրիշ ձևով, քան սովորաբար անում են շատերը։ Ամեն գիշեր գրիր 3 ձև, որով փողը փորձել է հասնել քեզ այդ օրը։ Օրինակ, մեկը միտեղ քեզ զեղ չի առաջարկել, գետնից մի մետաղադրամ ես գտել, մի միտք ծագեց լրացուցիչ եկամուտ ստեղծելու։ Սա մարզում է ուղեղդ նկատելու այն հնարավորությունները, որոնք արդեն շրջապատում են քեզ։ Հիմա արի փորձենք իրական արդյունք ստեղծող ամենահզոր մանիֆեստացիայի տեխնիկաներից մեկը։ Այն ես անվանում եմ 777 հարստության մեթոդ։ Գրի առ այն գումարի չափը, որ ուզում ես ստանալ, 7 անգամ։ Ասա բարձրաձայն 7 անգամ և պատկերացրու, թե ինչպես ես ստանում այն 7 անգամ ամեն օր։ Սա պարզապես կրկնություն չէ, սա քո հոգևոր ֆինանսական հաճախականությունը կոնկրետ այդ գումարին համապատասխանեցնելու եղանակ է։ Հաջորդը հարստության գրելու պրակտիկան է։ Վերցրու մի լրիվ նոր նոթատետր, այն պարտադիր պետք է լինի նոր, թարմ էներգիա պահելու համար։ Ամեն առավոտ գրիր.
Փողը հաճախ է գալիս դեպի ինձ եւ հեշտությամբ։ Սա գրիր 33 անգամ։ Ինչու հենց 33։ 33-ը վարպետ թիվ է, որը ուժեղացնում է դրսևորման ուժը։ Երբ գրում ես, զգա այս խոսքերի ճշմարտությունը քո մարմնի մեջ։ Սա պարզապես վարժություն չէ, սա փողի ակտիվացման ծիսակարգ է։ Հաջորդը ցանկությունների տախտակն է, բայց արի սա անենք ճիշտ ձևով։ Շատերը պարզապես կտրտում են նկարներ այն իրերի մասին, որ ցանկանում են գնել։ Դա չափազանց փոքր մտածելակերպ է։ Փոխարենը ներառիր նկարներ, որոնք ներկայացնում են առատության զգացումը։ Մարդիկ, ովքեր օգնում են իրար, երջանիկ ընտանիքներ, խաղաղ տեսարաններ։ Սա քեզ կապում է հարստության էմոցիոնալ հաճախականության հետ, հենց այնտեղ, որտեղ իրական դրսևորումը սկսվում է։ Հիշիր, մենք պարզապես գումար չենք ձգում, մենք դրսևորում ենք առատության էներգիա, մենք ստեղծում ենք առատության էներգիան։ Գումարի մեդիտացիան տարբերվում է սովորական մեդիտացիայից։ Նստիր լուռ, պատկերացրու վերևից հոսող ոսկեգույն լույս, որը լցնում է քո ամբողջ մարմինը հարստության էներգիայով։ Այնուհետև տես, թե ինչպես է այդ էներգիան հոսում քո միջից դեպի աշխարհ, դիպչելով ամեն ինչի եւ վերածելով ամենը առատության։ Կատարիր այս մեդիտացիան ընդամենը 11 րոպե ամեն օր։ Թիվ 11-ը դրսևորման թիվն է։ Իսկ ինչպես իմանաս, որ այս տեխնիկաները գործում են։ Արի խոսենք այն նշանների մասին, որոնք տիեզերքը ուղարկում է, երբ քո հարստության հաճախականությունը փոխվում է։ Նախ կսկսես փող գտնել անսպասելի վայրերում։ Սկզբում դա կարող է լինել շատ փոքր գումար, մի կոպեկ կամ մի $1։ Մի անտեսիր դրանք։ Դրանք նշաններ են, որ քո փողային մագնիսականությունը ակտիվանում է։ Հետո կնկատես, որ մարդիկ ավելի շատ են խոսում փողի հնարավորությունների մասին։ Ընկերներն առաջարկում են ներդրում կամ լսում ես եկամուտ ստանալու նոր եղանակի մասին։ Սրանք պատահականություններ չեն։ Սրանք հարստության ազդանշաններն են։ Քո նոր հաճախականությունը գրավում է այս խոսակցությունները։ Հետևիր կրկնվող թվերին, հատկապես 777, բայց նաև 111, 222, 888։ Սրանք կարծես տիեզերքից ուղարկված կոսմիկական հաղորդագրություններ են, ասա բարձրաձայն։ Շնորհակալ եմ տիեզերք։ Սա ամրապնդում է քո կապը առատության հետ։ Բայց ամենամեծ նշանը կլինի, երբ սկսես հարմարավետ զգալ փողի մասին մտածելիս։ Ավելի քիչ անհանգստություն կզգաս, ավելի մեծ սպասում կունենաս, խոչընդոտների փոխարեն ավելի շատ հնարավորություններ կտեսնես։ Այս էմոցիոնալ փոփոխությունը իրականում նույնիսկ ավելի կարևոր է, քան հենց փողը։ Դա նշանակում է քո հարստության հաճախականությունը մշտապես փոխվել է։ Գիտելիքը, որ այժմ ունես, ավելի արժեքավոր է, քան ոսկին, որովհետև այն կարող է ստեղծել անվերջ ոսկի քո կյանքի մեջ։ Բայց հիշիր, գիտելիքը առանց գործողության պարզապես տեղեկություն է։ Պետք է գործողության դիմես հենց այսօր, ոչ վաղը, ոչ հաջորդ շաբաթ, հենց հիմա։ Արի քեզ եւս մեկ հզոր ճշմարտություն տամ։ Տիեզերքը սպասել է, որ դու սովորես այս գաղտնիքները։ Ահա թե ինչու ես լսում սա մինչև վերջ։ Սա պատահականություն չէ։ Սա քո աստվածային հանդիպումն է քո առատ ճակատագրի հետ։ Դու պարզապես փողի մասին չես սովորում։ Դու արթնացնում ես քո առատություն ստեղծելու բնական ունակությունը։ Եվ ամեն անգամ, երբ կիրառում ես այս տեխնիկաները, դու ոչ միայն փոխում ես քո ֆինանսական ապագան, այլև բուժում ես սերունդների ֆինանսական տառապանքը քո ընտանեկան գծում։ Սկսիր ընդամենը մեկ տեխնիկայից այսօր։ Ընտրիր այն, որն առավել խոսեց քո սրտի հետ։ Գուցե դա 777-ի մեթոդն է։ Գուցե դա սեղանն է փողի։ Իսկ միգուցե դա երախտագիտության մեթոդն է։ Սկսիր հենց այդտեղից։ Թող դա լինի քո առաջին քայլը դեպի նոր, առատ կյանք։
Սկսելու համար մի սպասիր իդեալական պահի։ Տիեզերքը չի պարգևատրում սպասողներին, տիեզերքը պարգևատրում է գործողներին։ Հենց հիմա, այս պահին, դու ունես ամեն ինչ սկսելու քո հարստության վերափոխումը։ Այժմ խորը շունչ քաշիր, զգա առատության էներգիան, որն արդեն սկսել է հոսել դեպի քեզ։ Այս պահից սկսած դու պարզապես գոյատևող չես, դու պատրաստ ես ծաղկել։ Քո ֆինանսական պայքարի օրերը ավարտվում են և մի նոր գլուխ է սկսվում քո կյանքում, առատությամբ լի մի էտապ։ Եթե ցանկանում ես ամբողջը ամփոփեմ, ուրեմն այսպես. դրական հաստատումների պաստառ, ամենօրյա մեդիտացիայի ձեռնարկ, կարճ ամփոփ գիրք կամ թվային էնջ։ Ասա ինձ և ես սիրով պատրաստ եմ քեզ համար։ Իսկ մինչ այդ գրիր մեկնաբանություն. ես պատրաստ եմ առատության, ես պատրաստ եմ հարստության։ Թող դա լինի քո հայտարարությունը տիեզերքին։ Հիշիր, հարստությունը ճանապարհին չէ, այն արդեն այստեղ է։